Բարի գալուստ բուժատետր։ Մեր օրգանիզմի արյունատար անոթների ընդհանուր երկարությունը կազմում է հազարավոր կիլոմետրեր։ Սա մի վիթխարի մայրուղի է, որի միջոցով թթվածինը և սննդանյութերը հասնում են մեր մարմնի յուրաքանչյուր բջջին, իսկ օրգանները ստանում են կենսական էներգիա։ Սակայն տարիների ընթացքում սխալ սննդակարգի, նստակյաց կյանքի, քրոնիկ սթրեսի և վնասակար սովորությունների պատճառով այդ մայրուղիները, անոթները սկսում են խցանվել։ Անոթների պատերին կուտակվում են խոլեստերինային վահանիկներ, որոնք նեղացնում են արյան հունը և բարձրացնում այնպիսի վտանգավոր հիվանդությունների ռիսկը, ինչպիսիք են ինֆարկտը և ինսուլտը։ Թեև բժշկական տեսանկյունից ձևավորված և կոշտացված աթերոսկլերոտիկ վահանիկները ամբողջությամբ լվանալ կամ անհետացնել հնարավոր չէ, մենք կարող ենք զգալիորեն բարելավել անոթների առանձգականությունը, կանգնեցնել նոր կուտակումների առաջացումը և նվազեցնել արյան մազուցիկությունը։ Այսօր մենք մանրամասն կդիտարկենք 5 գիտականորեն հիմնավորված բնական միջոց, որոնք արդյունավետորեն կօգնեն մաքրել և պաշտպանել մեր արյունատար անոթային համակարգը։ Միջոց առաջին՝ կիտրոն և սխտոր։ Հզոր համադրություն, որի մասին ցավոք քչերը գիտեն։ Սխտորը դարեր շարունակ համարվել է սրտի և անոթների լավագույն բնական բարեկամը։ Ժամանակակից կարդիոլոգիական հետազոտությունները հաստատում են, որ սխտորի բաղադրության մեջ մտնող ալիցին կոչվող նյութը օժտված է բացառիկ հատկություններով։ Այն ոչ միայն նվազեցնում է ցածր խտության լիպոպրոտեինների, այսինքն վատ խոլեստերինի մակարդակը, այլև թույլ չի տալիս, որ արյան բջիջները կպչեն իրար և առաջացնեն թրոմբներ։ Երբ սխտորը համադրվում է կիտրոնի հետ, ստացվում է անոթների իսկական էլիքսիր։ Կիտրոնը հարուստ է վիտամին C-ով և հզոր հակաօքսիդանտներով, որոնք ամրացնում են անոթների պատերը, դարձնելով դրանք ավելի առանցքական և դիմացկուն ճնշման տատանումների նկատմամբ։ Այս միջոցի օգտագործման դասական բաղադրատոմսը հետևյալն է։ Վերցնում ենք 4 գլուխ սխտոր և 4 ամբողջական կիտրոն կեղևով հանդերձ։ Բաղադրիչները լավ լվանալուց հետո աղում են մսաղացով կամ մանրացնում բլենդերով, մինչև կստացվի համասեռ զանգված։ Ստացված խառնուրդը լցնում են 3 լիտրանոց ապակյա տարայի մեջ և վրան ավելացնում գոլ նախապես եռացրած ջուր։ Տարան փակում են և 3 օր պահում սառնարանում, օրական 1 անգամ խառնելով։ 3 օր անց արդեն թույլ մքամում են և պահում ապակյա շշի մեջ։ Սա պետք է ընդունել օրական 3 անգամ ուտելուց կես ժամ առաջ մոտ 50 մգ ծավալով։ Այսպիսի կուրսը խորհուրդ է տրվում անցկացնել տարին 1 անգամ անոթների ընդհանուր տոնուսը բարձրացնելու և արյան հոսքը կարգավորելու համար։ Երկրորդ միջոց՝ կանաչ թեյ և դրա կատեխինները։ Կանաչ թեյը աշխարհում ամենաշատ հետազոտված ըմպելիքներից է, որի ազդեցությունը երկարակեցության և սրտանոթային առողջության վրա անժխտելի է։ Նրա գլխավոր առավելությունը բաղադրության մեջ առկա կատեխին նյութերն են։ Անունը իհարկե ձեզ ոչինչ չի ասի, բայց իմացեք, որ այս նյութերը համարվում են գերհզոր հակաօքսիդանտներ։ Մեր անոթների խցանման հիմնական պատճառներից մեկը այն է, որ արյան մեջ շրջանառվող խոլեստերինը ազատ ռադիկալների ազդեցության տակ օքսիդանում։ Օքսիդացած խոլեստերինն է, որ հեշտությամբ կպչում է մեր անոթների պատերին և ձևավորում աթերոսկլերոտիկ կուտակումներ, այսինքն հենց սա է առաջացնում աթերոսկլերոզը։ Կանաչ թեյի կատեխին կոչվող նյութերը կանխում են այս գործընթացը և պաշտպանում են մեր անոթների ներքին նուրբ շերտը՝ էնդոթելիումը։ Ճապոնիայում իրականացված լայնածավալ գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ կան մարդիկ, ովքեր օրական խմում են 3-ից 4 բաժակ որակյալ կանաչ թեյ, 30%-ով ավելի քիչ են հիվանդանում սրտանոթային հիվանդություններով, քան նրանք, ովքեր չեն օգտագործում այս ըմպելիքը։ Եվ որպեսզի կանաչ թեյը առավելագույնս օգտակար լինի, այն պետք է ճիշտ պատրաստել։ Չի կարելի թեյի տերևների վրա լցնել եռման ջուր, քանի որ բարձր ջերմաստիճանը ոչնչացնում է կատեխինները և վիտամինների մեծ մասը։ Ջրի օպտիմալ ջերմաստիճանը պետք է լինի 80 աստիճանի սահմաններում, իսկ թրմելու ժամանակը չպետք է գերազանցի 3-ից 5 րոպեն։ Բացի այդ, անոթների առողջության համար խորհուրդ է տրվում թեյն օգտագործել առանց շաքարավազի։ Երրորդ միջոցը՝ քրքում և բնական հակաբորբոքային պաշտպանություն։ Քրքումը կամ կուրկուման, որը հաճախ անվանում են հնդկական ոսկի, վաղուց դուրս է եկել սովորական խոհարարական համեմունքի շրջանակներից։ Դրա հիմնական ակտիվ նյութը կուրկումինն է։ Ժամանակակից բժշկությունը պարզել է, որ աթերոսկլերոզը և անոթների խցանումը ոչ թե պարզապես մեխանիկական աղտոտում է, այլ սա քրոնիկ բորբոքային գործընթաց է։ Երբ անոթի պատը բորբոքվում է, այն դառնում է անհարդ, և խոլեստերինը սկսում է հեշտությամբ կուտակվել այդ հատվածում։ Կուրկումին ունի արտահայտված հակաբորբոքային ազդեցություն, որն իր ուժով չի զիջում որոշ դեղագործական պրեպարատների, բայց չունի դրանց կողմնակի բացասական հետևանքները։
Այն հանգստացում է անոթների պատերի բորբոքումը, նվազեցնում է արյան մեջ թրոմբների առաջացման հավանականությունը։ Սակայն կուրկուման ունի մեկ առանձնահատկություն՝ մաքուր վիճակում այն շատ վատ է ներծծվում մեր աղստամոքսային տրակտի կողմից։ Այս խնդիրը լուծելու համար կա հնագույն եւ արդյունավետ մի մեթոդ, որը կոչվում է ոսկե կաթ։ Պատրաստման համար անհրաժեշտ է վերցնել 1 բաժակ տաք բուսական կամ յուղայնությամբ ցածր կովի կաթ, ավելացնել կես թեյ գդալ կուրկումայի փոշի, կես թեյ գդալ առողջ յուղ, օրինակ ձիթապտղի յուղ եւ ամենակարևորը՝ մի դանակի ծայրով սև պղպեղ։ Սև պղպեղի մեջ պարունակվող պիպերին նյութը բարձրացնում է կուրկումայի ներծծումը եւ օգտակարությունը ավելի քան 2000%-ով։ Այս ըմպելիքը խորհուրդ է տրվում խմել երեկոյան քնելուց առաջ։ Այն ոչ միայն պաշտպանում է անոթները, այլ բարելավում է քունը եւ ամրապնդում իմունային համակարգը։ Սակայն կուրկումա գնելիս համոզվեք, որ դուք գնում եք իրական համեմունքը, գնեք արմատը եւ աղացեք ինքներդ։ 4-րդ միջոց՝ օմեգա 3 ճարպաթթուներ եւ սառը մամլման ձիթապտղի ձեթ։ Անոթների մաքրության մասին խոսելի շատերը թույլ են տալիս մի մեծ սխալ՝ իրենց սննդակարգից ամբողջությամբ բացառում են ճարպերը։ Սակայն մեր օրգանիզմին անհրաժեշտ են ճարպեր, բայց ոչ թե տրանսճարպեր կամ տապակած կենդանական ճարպեր, այլ պոլիչհագեցած եւ մոնոչհագեցած օգտակար ճարպաթթուներ։ Իսկ սրանցից ամենակարևորը օմեգա 3-ն է։ Օմեգա 3 ճարպաթթուները գործում են որպես անոթների բնական լուծիչներ։ Լավ խոլեստերինը հավաքում է անոթներում եղած ավելորդ վատ խոլեստերինը եւ այն տեղափոխում է լյարդ, որտեղ այն քայքայվում եւ դուրս է գալիս օրգանիզմից։ Օմեգա 3-ի լավագույն բնական աղբյուրը յուղոտ ձկնատեսակներն են՝ սաղմոն, թունա, սկումբրիա, սարդինա։ Այս ձկների մեծ մասը բավականին թանկ արժեն, սակայն սկումբրիան համեմատաբար մատչելի է եւ շատ տարածված է հայաստանյան առևտրի կետերում։ Անոթների առողջությունը պահպանելու համար հարկավոր է շաբաթական առնվազն 2 անգամ ձուկ ներառել ճաշացանկում։ Եթե դա հնարավոր չէ, ապա բժշկի խորհրդով կարելի է օգտագործել ձկան յուղի պատիճներ։ Բացի ձկան յուղից անոթների համար անփոխարինելի է սառը մամլման ձիթապտղի յուղը, էքստրա վիրջին տեսակը։ Այն պարունակում է մեծ քանակությամբ օլեինաթթու եւ վիտամին E, որոնք պահպանում են արյունատար ուղիների պատերի ճկունությունը։ Օրական ընդամենը 1-2 ճաշի գտալ ձիթապտղի ձեթը ավելացված թարմ աղցանների մեջ կարող է զգալիորեն նվազեցնել աթերոսկլերոզի զարգացումը։ Բացի այդ, ամեն առավոտ դուք կարող եք պարզապես խմել 1 թեյ գդալ ձիթապտղի յուղ որակյալ տեսակի։ Եվ միջոց 5-րդ՝ կոճապղպեղ եւ ջրային բալանսի կարեւորություն։ Մեր ցուցակի 5-րդ, բայց էական նշանակություն ունեցող միջոցը կոճապղպեղն է, իմբիրը, զուգակցված ճիշտ ջրային ռեժիմի հետ։ Կոճապղպեղը պարունակում է ջինջերոլ կոչվող մի ակտիվ տարր, որը ունի արյան շրջանառությունը խթանող հզոր հատկություն։ Այն նվազեցնում է արյան մածուցիկությունը, թույլ չտալով, որ արյունը չափից ավելի թանձրանա։ Իր ազդեցությամբ կոճապղպեղը հաճախ համեմատում են բնական ասպիրինի հետ, քանի որ այն թեթևացնում է սրտի աշխատանքը, հեշտացնում արյան անցումը նեղացած անոթներով։ Սակայն հիշեք, որ ոչ մի բնական միջոց կամ դեղամիջոց արդյունավետ չի լինի, եթե մենք անտեսենք մաքուր ջրի դերը։ Երբ մեր օրգանիզմը ջրազրկվում է, արյան պլազմայի ծավալը փոքրանում է, ինչի հետևանքով մեր արյունը դառնում է թանձր եւ մածուցիկ։ Խիտ արյունը ոչ միայն դժվարությամբ է շարժվում անոթներով, առաջացնելով բարձր ճնշում, այլև մեծացնում է անոթների պատերի մեխանիկական վնասման ռիսկը։ Անոթների մաքրությունը եւ առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ է խմել օրական 1.5-ից 2-2.5 լիտր մաքուր գոլ ջուր։ Լավ սովորություն կարող է դառնալ առավոտյան 1 բաժակ տաք ջրի մեջ թարմ կոճապղպեղի փոքրիկ կտոր կամ կիտրոնի հյութ ավելացնելն ու խմելը։ Սա արթնացնում է մարսողությունը եւ անմիջապես ջրիկացնում է արյունը երկար գիշերային քնից հետո։ Հարգելի հետևորդներ, այս թողարկման համար այսքան է։ Եթե տեսանյութը օգտակար էր, հավանեք այն դնելով լայք։ Մեկնաբանությունների հատվածում գրեք ձեր կարծիքը տեսանյութի վերաբերյալ, նաև նշեք, արդյոք երբևէ կիրառել եք այս միջոցներից որևէ մեկը արյունը ջրիկացնելու համար։ Մեկնաբանությունների հատվածում առաջարկեք նաև նոր թեմաներ, որոնք կցանկանայիք տեսնել մեր ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ հետաքրքիր տեսանյութերը, որոնք առողջության մասին են։ Կիսվեք տեսանյութով ձեր ընկերների հետ, որպեսզի նրանք ևս տեղեկացված լինեն օգտակար խորհուրդներից։ Առողջ մնացեք, մինչ նոր հանդիպում։